փետրվարին Վարդան այսօր ուզում եմ խոսամ մի բանի մասին, որ շատ արձագանք ոնց որ չստացավ Հայաստանում, դա ուրեմն Ադրբեջանի կողմից, Ալիևի կողմից, ասենք, հաստատվեց Նախիջևանի նոր սահմանադրությունը։ Հիմա ինչ Նեղմաջանի նոր սահմանադրություններ պետք իրենց կնքել, մի հատ հետաքրքիր հարց է, ասեմ, որ սահմանադրություն ունեին 24 թվականին, հետո 37 թվականին, հետո 78 թվականին, հետո 95 թվականին, հիմա մեկ էլ հիմա։ Հիմա ինչ էր այնտեղ, որ պետք է Ալիևին այդքան արագ փոխել, կամ պարզ էր, որ ուրեմն շատ մի երկու կարևոր փոփոխություն կատարվեց այնտեղ։ Մեկը կախված էր Նախիջևանի դե յուրե ստատուսի հետ, այսինքն իր իրավաբանական ստատուսի հետ, մյուսը ավելի պրակտիկ ձևով իրենց կախվածությունը Բաքվից։ Ուրեմն հիշեցնեմ, որ Նախիջևանը, որը Հայաստանից անջատվեց եւ տրվեց Ադրբեջանին, դա կատարվեց Թուրքիայի եւ Ռուսաստանի, բոլշևիկյան Ռուսաստանի ժամանակ ՌՍՖՍＲ կամ սովետական միություն չկար դեռևս, իդեպ սովետական միությունը ճանաչվեց ուրեմն Եվրոպայի կողմից 24 թվականին 1900, իսկ Ամերիկան ճանաչեց ընդհանրապես 1933 թվականին որպես պետություն, ուղղակի ասեմ իմանանք, եւ ազգային լիգայում չկար եւ արդեն վռնդվել էր իրեն եւ այլն։ Այս չճանաչված պետությունը ուրեմն պայմանագիր էր կնքել Թուրքիայի հետ, բացի որ դերն իրենց բոլշևիկները ոսկի ու զենք էին ուղարկում հայերին կոտորելու համար, նաեւ թե ոնց պիտի բաժանեն Հայաստան կոչված երկիրը, որը առաջին հանրապետությունը, որը այսօրվա հանրապետության ամեն երկու անգամն էր, այսինքն մեջ կար Նախիջևան եւ Ադրբեջան, բայց նաեւ կար Ղարսը, Արդահանը մինչեւ Սևծով եւ Իգդիրը եւ Արարատսարը, այս բոլորը Հայաստանի մեջ էր մտնում։ Որոշեցին ուրեմն Լենինի ազգային հարցերով ուրեմն քարտուղար Ստալինի կողմից, որ այսպես պետքա բաժանել եւ սրանք տալ Ադրբեջանին։ Իսկ հետաքրքիր չէ, որ այդ ուրեմն Ղարաբաղը տալը ոնց որ մտավ Ադրբեջանի մեջ, իսկ Նախիջևանը շատ հատուկ ստատուս ստացավ։ Նախիջևանը դա ուրեմն Նախիջևանի սկզբում սովետական սոցիալիստական հանրապետություն էր, դարձեցին, ինչպես օրինակ նույն ստատուսով, ինչ որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստան, Մոլդովա, չգիտեմ ինչ, Բելարուս եւ այլն։ Հետո ստատուսը իջացրեցին որպես ավտոնոմ ուրեմն հանրապետություն։ Բայց նույնիսկ որպես ավտոնոմ հանրապետություն մեջը իրենց սահմանադրությամբ գրված էր, որ այս տերիտորիան դա պրոտեկտորատ է Ադրբեջանի կողմից պիտի պահպանվող անկախ պետություն է, քաղաքական ուրեմն տերիտորիա, որի ապահովությունը եւ անկախության գարանտորները Ռուսաստանը եւ Թուրքիան են։ Պատկերացրեք, ուրեմն 1921 թվականին Մոսկվայում պայմանագիր են կնքում, դեռևս իրանք պետություն չեն։ Ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիան։ Եվ հետո այդ նույն պայմանագիրը վերահաստատում են Ղարսի պայմանագրով 21 թվականին արդեն հոկտեմբերին կարծեմ։ Որի համաձայն իրանք սահմաններ են որոշում, արդեն Հայաստանը գրավեցին 20 թվականին, դե հիմա մեր միջև բաժանում ենք սահմանը, ոնց է լինելու։ Եվ արդեն մեր գրաված Հայաստանի կեսը տալիս ենք Թուրքիային։ Եթե համարես, որ նայես քարտեզով այդ տերիտորիան, որ հանձնեցին Իգդիրի, Արարատի այդ միջև Ղարսով, Արդահանով, միջև Սևծով, ինչքան տերիտորիա են տվել, էլ չասեմ Ղարաբաղն ու Նախիջևանն էլ որ հանրից, կես ծավալ հող են բաժանել։ Եվ բայց Նախիջևանի վերադառնալով ստատուսը անկախ պիտի լիներ այդ պայմանագրերի համաձայն։ Եվ դա նշված էր իրենց սահմանադրության մեջ Ադրբեջանի։
նույնիսկ հզոր սովետական միության ժամանակ կար այն շնորհակ ասենք 24 թվին դեռ հնարավոր խախուտ էր չգիտեմ ինչ էր իշխանությունը սովետական միության բոլշևիկների ասենք 36 թվին հոկար թե ստալինյան լրիվ բան էր կար այն ասենք թուրքերին գիրեք ինչ ոբշում այդ ինչ որ կար արդեն չէ հիմա սա մերն է եւ դա մենք ոնց կուզենք կոչենք իրան դա հիմա այլևս պրոտեկտորատ չի ինչ որ գարանտոր չեք դուք մենք լավ գարանտիա ենք անում իրանց Նախիջևանի ստատուսը պետք չունեք դուք լինեք չէ բայց չասեցին եւ նույնիսկ 70-ը երբ էր 8 թվի էր ինչ էր կոնստիտուցիան որ փոխեցին էլի չփոխեցին դա դրանից ավելի ուժեղ սովետական միություն չի եղել ով էր իրանից ներկայացնում, հա, ասեն Թուրքիա, բայց չէ, թուրքերին պետք չի նեղացնել, այնտեղ արդեն երկրորդ համաշխարհայինում մարտիկ վերցրել են Լեհաստանից հող, Գերմանիայից հող, չգիտեմ, Բեսարաբիա բան սա խառնել, բայց թուրքերին չեն կպնում, այդ պայմանագիրը ոնց որ կար, քարիպես գրված էր կոնստիտուցիայում։ Գոնե դեժյուրը մնում էր այդպես ստատուսը իրենց, եւ դրան չէին կարողանում կպնել։ Այս բոլորը փոխվեց, ուրեմն նույնիսկ անկախությունից հետո 95 թվականին ադրբեջանցիները ձեռք չտվեցին այս Ադրբեջանի Նախիջևանի ստատուսի հարցը հանկարծ հիմա արեց։ Դե իբր պարզ է ինչի արեց հիմա, հարց առաջանում։ Երկու բան, նախ Հայաստանը համաձայնվեց։ Հայաստանը ասաց, որ ինչ ունես քոնն է արդեն։ Ես ոչ մի պրետենզիաներ չունեմ քո տարածքի նկատմամբ, լինի դա Ղարաբաղ, լինի դա Նախիջևան։ Միանգամից հետ քաշվեց ամեն ինչից։ Ազատություն ստացավ, այո, բայց երկրորդը Ռուսաստանը թուլացավ։ Եվ հասկացավ, որ հիմա շատ լավ ժամանակ է, սա փոխեն նույնիսկ փաստաթղթերով վերացնել ռուսական որևէ ասենք թե հավակնություններ Նախիջևանի հարցում։ Ինչպես նա օրինակ խառնվում ասեք թե ուզում է Ղարաբաղի ասի որ դե գիտես ես այս պայմանագիր ունեմ Թուրքիայի հետ սենց բայց ես չի Թուրքիայի հետ հիմա ինքը Թուրքիայի հետ առանձին պայմանագիր ունի որ Թուրքիան է իր գարանտորը իր ապահովության դրա մեջ նաև Նախիջևանի որպես մի երկիր ռուսների պետք չունեն ռուսներին կարանք հանենք արդեն մեջից եւ այս նոր սահմանության մեջ արդեն այս մասը չկա հանել են իրանք հա Հիմա այստեղ հայկական ֆակտորը իհարկե այսօրվա դրությամբ շատ փոքր է, այն ժամանակ է փոքր էր, բայց կար, այդ ինչ որ մի բան կար, որի մասին դա պետք է երևի գործածվեր այդ ֆակտորը, ինչ որտեղ դա հաշվի առնվեր, որ դա ինչ որ արժեք ունի։ Մենք իհարկե այդպես բաների շատ հեռու ենք։ Ոնց որ կասել, տատասայ շիականին քնած, հիմա այդ ձևի շարունակվում է, տարբերություն չկա։ Բայց ամենակարևորն է, որ չենք խոսում դրա մասին, որովհետև երբ որ իրանք Մերավ Ալիևը իրան բան չէր համարում, չէր նվաստացուցիչ համարում, որ ՄԱԿ-ի ֆորումներից ամեն տեղ խոսար, որ հայերը գրավել են 20% իր հայապետության ճիշտ կամ սուտ այդ կարևոր չի, մենք խոսում ենք դրա մասին։ Ես չեմ լսում, որ մենք անդադ խոսանք, որ մեր հողերը գրավել են եւ հետ չեն տալիս։ Այդ արդեն ցուցատալիս որ իսկ այս քայլը որ իրանք արեցին Նախիջևանում իհարկե մի օրվա բան չէր պատրաստված էր տարիներով իրանք ունեն այդ ստրատեգիական մտածելակերպը մտածելը որ հիմա պետք է դա հասունացնել եւ հիմա արդեն առիթն է որ Ռուսաստանը բավական թուլացել է ոչ մի չի ասելու չի ուզել չի կարա եւ այս հարցնել թղթի վրա լուծենք որովհետեւ վաղը ճուժեղանա հետ գասի նորից ես կամ հա այսպես ասած արդեն չկա դու պետք է արդեն ընդունես Արդեն չես ասել որևէ բան։ Ես չեմ լսում ինչ որ այնտեղ իրանց դեսպանը կամ չգիտեմ Զախարովան կամ Լավրովը ինչ որ բան ասեն սրա մասին, դեպքում երբ որ ուրբաթ-շաբաթ հայկական ամեն բաների վրա իրանք ինչ որ մի բան են ասում, որ հիմար եւ այլն, հա, այս բանը։ Ցավալի է, բայց դա տենց է փաստա էս մատիկ ավելի շատ ավելի ստրատեգիական մտածելակերպ ունեն եւ ինստիտուցիան են ստեղծել այդպես մտածելու Այդպես մտածելու պարզ է, որ արդեն իրանք ունեն ինստիտուցիաներ, որ չեմ տեսնում մենք ունենանք ստրատեգիական, ասենք կոմունիկացիա պարզ արտահայտություն է այս բոլորի, իրանց մոտ կա, իրանք լոբիստներ են պահում, իրանք չգիտեմ, չեն հույսը դնում իրանց սպյուրքի վրա, օրինակ ասենք թե հույսը դնում, որ ինչ որ մի
ադրբեջանական կամ թուրքական համայնք արտասահմանում պիտի իրանց համար լավի անի այդ երկրում։ Ինքը փող է տալիս դրան անում է, տարբերություն մերոնց ստացեն թե հայերը ինչ կանեն ստեղ դրա վրա, այլ չեմ ասում, որ իրանք ոչ մի ուղակի բան չկա։ Բայց նույնիսկ երկրի ներսում չեն տեսնում այդ, իսկ ուզենա այդ չինովնիկի կամ այդ հիմնարկի բաժնի գոնե ասենք թե անուն իմանայի, որ դրանով է զբաղվում, այսպիսի կոմունիկացիոն հարցերով է զբաղվում, ոչ էլ ուզում են մարդ վարձեն, մասնագետը չեն բերում։ Այդ էլ մի քիչ քննադատական եմ մոտենում, բայց տենց է իրականության մեջ։ Դրսից մասնագետ բերել եմ, բոլորը վախենում են, ես իբրև բան կա, հայերի մասին եմ խոսում, ասենք ծախեմ ինչ որ, չէ այս ջան, հայերի մասին չենք խոսում։ Կարայիք հայ բերեիք, բայց հայ բերեք հայից վախենում են նրանք սարսափելի, որտեղ հայը կարող է իրանց ինչ-որ աթոռի վրա հույսեր լինի, վտանգ լինի կամ իրանց ինչ-որ փող աշխատելու հնարավորությունները պակասեն կամ ինչ-որ բան, չէ, բարձ դրսի մասնագետ բեր, ամերիկացի բեր, ինչ կապ չունի, ավելի լավ, ռեսուրս ունեք, սուտավոր չունեք, մի հատ ճանապարհ սարքելու համար ճապոնական բուլդոզեր տրակտոր առնում եք, չէ՞, մի հատ տրակտոր մի հատ ճապոնական բուլդոզերը չեմ քանի $100,000 արժի։ Այդ դրա գրի քանի այդ մասնագետ կպահես դու դրսից բերես։ Թեկուզ մի հատ 3 հատ պահի։ Բուլդոզերը կարևոր է, բայց մասնագետը կարևոր չի։ Հա, որտեղ այսինքն այդ մոմենտը չեն նայում խնդրին այդ ռակուրսից հասկանալի, այսինքն որ ասես ծախսի, չգիտեմ, $500,000 ինչ որ կոմպյուտերների վրա, բայց որ ասես 5 հատ մասնագետ բեր, ինչ խոսում։ Ինչ փող տամ ինչ որ մի հատ ուրիշի, դա ցանարի բան է, դա չեն կարող։ Խոսքով էս թուլությունը կա իհարկե հայերի մոտ, այդ հիվանդությունը կա, ասենց ասեմ, հա։ Նախ սփյուռքից վախենալը հայերից, հա, բայց երկրորդը նաև ընդհանրապես դրսից որը մեկի մասնագետը իրանց բան չի նշանակում, իրենք բոլոր մասնագետ են, դա ասեմ դες։ Իրանք ծամում են մասնագետ, եթե իրանց նշանակել են պաշտոնի, ինքը արդեն գիտի ամեն ինչ։ Այդ հիվանդությունը միշտ ամենտեղ կա, բայց Հայաստանում շատ ուժեղ է։ Բայց ամենայնիվս հիմա վերադառնամ Ալիևին, մի խոսքով սա ինքը շատ հեռու մտածված քայլ է արեց եւ այս րոպեին ռուսները իհարկե ոչ բան չեն կարող անեն, թուրքերն էլ չեն բողոքելու, որովհետև թուրքերի առանձին պայմանագրեր կա, ոնց որ ասացի, Թուրքիան արդեն գարանտիա անում իրենց անվտանգությունը, հարցը վերջացրեց սրանով։ Սա պատմական քայլ էր, որը շատ կարևոր էր իրականում, որ մտածեց դրա մասին, բայց եւ ճիշտ կլներ, որ այդ եմ ասում նորից, որ այդ մասնագետությունները միգուցե մի հատ կոնե միտեղ մի հատ նոտա կտրվեր կամ մակում եւ այլ, որ սա SS բաներն է խախտել, այս պայմանավորվածությունները, որը հիմնված են նրա վրա, որ սա եղել է հայկական հող, որին ընդեղից գենոցիդ են արել, տեղահանել են, սպանել են, իր կուլտուրական եկեղեցիները, գերեզմանատները, խաչքարեր, ամեն ինչ ջարդել են, փշել են, մաքրել են, հիմա էլ իր ստատուսն են վերացրել։ Գոնե այս մի հատ միտեղ պետք է ասվի եւ մի անգամ էլ չպետք է ասվի, այլ անդադ պետք է ասվի եւ այլն։ Սա բաներից մեկն է, որ դի գործածես, սա քո համար ոնց ասեմ առավելություն է, չպետք է դու մոռանաս այս բաները։ Anyway, այսօրվա դրությամբ փաստորեն Մոսկվայի եւ Ղարսի պայմանագրերը Ադրբեջանը ջնջեց, շեղյալ համարեց, զրոյացեց փոխելով Ադրբեջանի ստատուսը, ամեն ներողություն Նախիջևանի ստատուսը, Նախիջևանի սահմանադրությունը փոխելով փոխեց ստատուսը, Նախիջևանը դարձավ արդեն Ադրբեջանի խախտելի մասը, իր մեջլիսը, որը իրեն իրենց այս նախկին սահմանադրության մեջ միջև գրված էր որպես անպայման պետք է ստա ուրիշ խոսքով այդ պաշտոնը գրված էր այդ պայմանագրի մեջ Մոսկվայի եւ Ղարսի պայմանագրի, որ ունի Supreme Մեջլիսը, որ ղեկավարը պիտի համարվի երկրղեկավարը եւ ունենա նաեւ գործադիր նաեւ իշխանություն։ Այս նոր բանով նա ենթարկում է Ալիևին
բոլոր մինիստրությունները ենթարկվում են որպես ռեգիոնալ բաժանմունքներ այլևս ոչ թե անկախ նախարարություններ ենթարկվում են համապատասխան նախարարություններին Բաքվում եւ այլևս այն ստատուսը հիշում եք որ Ալիևի հայրը փախավ երբ որ իրեն բանում 91 թվին Ադրբեջանում բաներ ինքը գնաց Նախիջևան եւ Նախիջևանում դարձավ երկրի ղեկավար Նախիջևանը դա առանձին այդ ստատուսը պահում էր այն ժամանակ եւ ինքը կարող էր շատ լրիվ այդ ստատուսը ունենալ անկախ հիմա այդ էլ որ վերացնելու համար որպեսզի կլանային Նախիջևանի կլանը եւ ընդհանրապես այդ իր հենց տկուս, հա, որևէ մեկը ինչ որ ձևով որևէ հավակնություններ չունենա, այս Ալիևը դա էլ վերացրեց, ասել իր ասենք ասենք երրորդ նպատակներից մեկն էր, ասենց ասած։ Բոլոր դեպքերում սա կարևոր ստրատեգիական քայլ էր իր կողմից, իր համար։ Հայաստանի համար շատ կարևոր էր, բայց մենք այդ չենք տեսնելու, որովհետև առաջիկա անմիջական ձևով չենք տեսնում։ Նորից մեր կոնստիտուցիան փոխել տվեց, որպեսզի մենք ընդունենք իր սահմանները այնպես ինչպես հիմա ինքը ունի, եւ դրանով նաեւ հետո կարող է ասի, որ դու արդեն ընդունել ես, որ մերն է, դու խոսալու տեղ չունես այդտեղ, մենք բան ենք անում։ Այն ինքը շատ հետաքրքիր քայլերով առաջ տարավ այս ամբողջ իր նպատակը Ադրբեջանի բազմա ոնց ասեմ jurisdictional, հա, Ղարաբաղ ավտոնոմ, Նախիջևան ավտոնոմ, տարբեր ազգություններ, տարբեր այս խնդրեմը, որ ինքը ունի, վերացնելու իր ուղղություն, ստրատեգիական աշխատանք ասա, կամած ինքը վերացնում է այս բոլոր իր այսպես ասած պոտենցիալ խոցելի տեղերը։ Հաջորդը ինչ անելու, արդեն բոլոր փոքրամասնություններին, թալիչներին եւ այլն ճշրելա ոչ մեկը չի կարող խոսի, այդ դրանց դեմ այդ պայքարը գնում է, Ադրբեջանը դառնում է շատ sense, ոնց ասում են, ես չեմ զարմանա, եթե հիմա Վրաստանը շուրգան մի բանը փորձի անել Աջարիայի նկատմամբ, այդ պայմանագրով այդ բանի Արսի Բաքուն եմ ասում, Բաթումին պետք է տենց լինի, չի անկախ պետություն լինի, հանրապետություն լինի Շուրգան ձեռից որ գա հանգարց, այդ ռուս-թուրքական համաձայնությանը, վերցնել տենց բան փորձել։ Իհարկե նրանք մայիսրոպեին Ռուսաստանի դեմ որևէ քայլ անելու ոչ նպատակ, ոչ հնարավորություն ունեն, ոչ էլ Թուրքիայի, բայց Թուրքիան իր գործը անում է, մտել է ամբողջ Աջարիայում իրանք են չեն ամեն ինչ բիզնեսները, բաները, եւ ռուսները ոչ ման չեն ասում։ Եվ Թուրքերը կարող է շատ որոշեն ժամանակն է հիմա ռուսներին մի չոր իրանց տեղացույց տալ չզարմանաք, եթե հաջորդը դա է լինելու, այսինքն այս ասենք Ուկրաինայի պատերազմի վատ ռուսների համար վատ բաներից մեկն է, որ իր ազդեցությունը, ասենք, հա, ազդեցությունը թույլ բառ ավելի իշխանությունը պետք է գործ ասել երևի այս պայմանագրերի նախին եւ այլն միջոցով կամ ուղղակի ուժի գործադրման սպառնալիքի միջոցով ինքը կարողանում էր իր բանի մեջ բայ իշխանության տակ բայ հիմա նույն բանն անելու է Դնեստրիայում Մոլդովայում նույն բանն են անելու արդեն խոսքը դրա մասին է գնում որ ինչ անենք այդ հողը վերցնենք եւ այլն միակ պատճառը իմ համեստ կարծիքով որ Մոլդովան իրան չի հայտարարել որպես Ռումինիայի հետ չի միացել մի երկիր դառնա ասի թքել եմ Դնեստրիայի վրա այդ ռուսների այդ նեղ այդ միջով 30 կիլոմետր չկա ինչ որ տեղեր կա 15 կիլոմետր իր լայնքը հրաժարվի դրանից մտնի Ռումինիա միանգամից ՆԱՏՕ-ի երկիր է դառնում եւ եվրոպական համայնքա եւ ՆԱՏՕ-ը բրծավ ինքը միանգամից Ռումինիայի անդամ է նույն ժողովուրդն միակ պատճառը իմ կարծիքով չի անում որտեղ ասում սպասի տեսնենք այս Ռուսաստանը դեռ քանդվելիա դուրս գա այդ Դնեստրան հետ տալիս իրանց շատ կարևոր ստրատեգիական տերիտորիա է եւ կարևոր նեղ բաներ կան ասենք թե կոմունիկացիոն ճանապարհներ կան չգիտեմ գազի բազի խողովակներ կան եւ այլն ինչ եք տալիս ըստ քիչ սպասի այսինքն հետևանքները այս բոլոր բաների են եղավ որ այսպես ասած արհեստականորեն ստեղծած ռուսական վիճելի
տերիտորիաները կամաց ինքը կորցրեց եւ կորցնում է։ Ղարաբաղը մի օրինակ, բայց Նախիջևանը ձեզ երկրորդ օրինակ, ես կարծում եմ Դնիսրան երրորդն անելու եւ այդպես։ Լավ։ Ցանկանա իրականում, որ մի քիչ հայերը սրան ուշադրություն դարձնեն, հայ եւ մի քիչ ավելի ինչ ասեմ, այս ընդհանրապես մեր դեմ կատարված բոլոր այս հանցագործությունները, եւ դա հանցագործություններ են, դա չկսած էթնիկ մակրոման եւ այդպես փորձերից կամ պետք է դրանք ավելի շատ դրանց մասին խոսել։ Պետք չի համաձայնվել ամեն ինչի հետ։ Պետք չի մի անգամ նվալ ու պրծալ դրանով։ Հա, այդ բանը մեկ-մեկի հետ պետք չի կապել, դրանք պետք է միշտ չեն ասում։ Դա քարտա քո ձեռքին։ Տրամպի սիրած խոսքերով խոսած ասեք։ Համենայն դեպս, լավ, ինչևից է, այսօր այսքանը, Վարդան Վարդանյան, Fivi Talks, մի հատ լայք դրեք, մինչև հաջորդ հանդիպում։